Ժողովրդի տեղեկություններով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել է շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև ազգային ժողովի պատգամավորի մանդատից։ Մխիթար Հայրապետյանը, որը ՔՊ կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր եւ ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3։ Արդյունքում այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատ չի ստանա։ Սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը Վաղարշակ Հակոբյանը բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։ Փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում եւս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են։ Նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում, սկսած նախարարների տեղակալներից։ Փաստը գրում է. Երևանի Մուրացյան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի գրակոծներով, 1 անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով եւ դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք արդեն վաղուց բացառություն չէ։ Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը։ Միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում նման իրադարձությունների պակաս չկա, օրինակ, Վաղարշյան փողոցում օրը ցերեկով գրակոծները եւ այլն։ Եթե նույնիսկ վիճակագրական 4 թվերի առումով հանցագործությունների քանակը էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից, ինչպես սիրում են հայտարարել պաշտոնական գերատեսչությունները, ապա հանցագործությունների բնույթն ու հանրային ընկալումը կտրուկ փոխվել են։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային տիրույթը ողողված է բացառապես տագնապեցնող ինֆորմացիայով, իսկ շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է 2 ծայրահեղությունների արանքում։ Մի կողմից լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի հաճախ քաղաքական դրդապատճառներով, կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային գրակոծների, պայթյունների ու կրիմինալ ռազմորկանների մանրամասները։ Այս երևույթների համադրությունը ստեղծում է մի ճնշող մթնոլորտ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ոչ իրավական, ոչ էլ ֆիզիկական առումով։ Այս ամենի ֆոնին ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգն ավելի շատ ներքաշված է քաղաքական գործընթացների սպասարկման, քան կրիմինալի դեմ օպերատիվ աշխատանքի մեջ։ Սակայն նման իրավիճակներում ամենահեշտ ճանապարհը ամեն ինչ իրավապահների վրա վարդելն է։ Լինելով հսկայական բազմաշերտ համակարգ, ավելի հեշտ է կրում հանրային քննադատության հարվածները, քան կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնողները։ Ժողովուրդը գրում է. Ազգային ժողովի 8-րդ գումարման ամենակիչ հիշվող, բայց ամենահաճախ սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնված պատգամավորներից մեկը ՔՊ խմբակցության անդամ Էմմա Պալյանը հաջորդ խորհրդարանում այլևս չի լինի։ Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ պատգամավորի ընտանիքը Գյումրիում շահագործում է ավտոլվացման կետ, իսկ ավելի ուշ նաև Golden Moment ոսկու խանութը։ Ավելի վաղ թերթը եւս գրել էր, որ պատգամավոր Պալյանի եղբորը Հայկ Պալյանին պատկանող գրենական պիտույքների խանութից Շիրակի մարզի մի շարք դպրոցներ գնումներ են իրականացրել։ Արձագանքելով քննադատություններին Էմմա Պալյանը հայտնել էր, որ Շիրակի մարզի 146 դպրոցներից ընդամենը 7-ից 8-ն են գնումներ կատարել եղբոր խանութից եւ դա չի կարող դիտարկվել որպես ավտոնյալ կամ ազդեցության արդյունքում ձևավորված համագործակցություն։ Էմմա Պալյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականից մինչև 2025 թվականը նրա հիմնական փոփոխությունը եղել է Երևանում բնակարանի ձեռքբերումը, կանխիկ միջոցների աճը եւ վարկային պարտավորությունների ավելացումը։ 2021-ից 25 թվականներին Էմմա Պալյանի հիմնական ակտիվը դարձել է Երևանում ձեռքբերված բնակարանը, իսկ ֆինանսական պատկերի ամենամեծ փոփոխությունը եղել է կանխիկ միջոցների աճն ու վարկային պարտավորությունների ավելացումը։ Փաստը գրում է. Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2019 թվականին ասում էր Հայաստանում դատավոր կա, որ կարային ասածը չանի, շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից։ Բացի նրանից, որ արդարադատության նախարարության ԲԴԽ շղթայով կարգապահական վարույթներ են նախաձեռնում ու պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորվում իրենց ցանկալի շրջանակներում, իշխանությունները չեն խորշում նաև այլ զազրելի մեթոդներից։ Օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր եւ օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչ-որ նամակագրություններ, որտեղ արծացվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը։ Վերջինս տարածեց հերքող հայտարարություն, որտեղ մասնավորապես գրել էր. Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու իմ հեղինակությունը կապված դատավորի մասնագիտական գործունեության հետ։ Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։ Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները կհայտնաբերվեն եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Թերթը
Հիշեցնում է, որ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։ Մի քանի այլ հնչեղ գործեր եւս նրան են մակագրվել, հայտնի է նաեւ նրանով, որ ժամանակին եղել է ՔՊԱ անդամ։ Ինչի հիմքով փաստաբանները դատական նիստերին ոչ մեկ անգամ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ։ Ավելին, նախկին ՔՊԱ-ականության հետ կապված տեղեկության հրապարակման հետ կապված նեղացել ու դատարանի դահլիճից հեռացրել էր լրատվամիջոցներից մեկի լրագրողին։ Այսուամենայնիվ, ինչու են իշխանությունները թիրախավորեն դատավորին։ Փորձը ցույց է տալիս, որ այդպես լինում է այն դեպքերում, երբ որևէ դատավոր փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ գործել, այլ ոչ թե իշխանության հրահանգներով։ Չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը եւս իշխանությունների կողմից դասվել է վերջիններիս խմբում եւ հայտնվել սև ցուցակում, այսինքն նրանց շարքերում, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի կամքը կուրորեն կատարողների սրտի դատավորների խմբում։ Ժողովուրդը գրում է. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարածաշրջանային այցը, որի շրջանակում նա այս տարվա հուլիսի 1-ին այցելեց Ադրբեջան, իսկ հաջորդ օրը Հայաստան պաշտոնապես ներկայացվեց որպես համագործակցության տնտեսական կապերի տարածաշրջանային հաղորդակցությունների եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ուղղված կարևոր փուլ։ Սակայն նման բարձր մակարդակի հանդիպումների դեպքում սովորաբար օրակարգում են լինում նաեւ այնպիսի զգայուն հարցեր, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն արտացոլվում։ Այդ պատճառով թերթը Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Պատասխանում նշվում է. «Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան կատարած այցի վերաբերյալ անհրաժեշտ հրապարակման ենթակա տեղեկատվությունը տրամադրվել է։ Միաժամանակ տեղեկացնում ենք, վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գերիների հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ այդ ուղղությամբ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ։ Այսպիսով կառավարությունը չի պատասխանել, քննարկվել է արդյոք գերիների հարցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում, ինչ է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում ունեցած բանակցություններից հետո կամ ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։ Փաստը գրում է. Փաշինյանական իշխանության համբավը, մասնավորապես քաղաքական ու կրոնական հայացքների համար մարդկանց հետապնդելուն վերաբերող հանգամանքները միջազգային ուշադրության առարկա են դարձել։ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի 6 մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է Սրբազան պայքարի շրջման առաջնորդ Բաքրատ arczepiskopos Գալստանյանի եւ նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության եւ միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ։ Այդ հարցադրումներին պաշտոնական Երևանի Փաշինյանի իշխանության տված պատասխանները մոտավորապես նույն ոգով են, ինչ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ ցույցը նռնակահարելու առնչությամբ Փաշինյանական իշխանության հայտարարությունները, թե լավ ենք արել, ճիշտ ենք արել։ ՄԱԿ-ի հիշյալ հրապարակման առնչությամբ փաստաբան Տաթևիկ Սողոյանը եւս բավականին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել սոցցանցային գրառմամբ, հիշեցնելով, որ Սրբազան պայքարի գործով դիմել են միջազգային կառույցներին։ ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ 18 արդարների գործը, այլ ընդհանուր համատեքստը, պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։ Փաստը գրում է, եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։ Հատկանշական է, որ 2026 թվականի մարտին Ադրբեջանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն փոխեցին Նախիջևանի ներքին կառավարման մոդելը, այլ նաեւ ազդարարեցին ամբողջ տարածաշրջանին ուղղված քաղաքական ուղերձ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Այդ փոփոխություններով Ադրբեջանը փաստացի ավարտեց դեռևս 2022 թվականից սկսած գործընթացը, ամբողջությամբ վերացնելով Նախիջևանի քաղաքական ինքնավարության բովանդակությունը եւ երկրամասի ամբողջ կառավարումը կենտրոնացնելով Բաքվում, անձամբ Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո։ Այս գործընթացի ամենանշանակալից բաղադրիչներից մեկը դարձավ Նախիջևանի սահմանադրության նախաբանից 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վերաբերյալ հիշատակումների ամբողջական հեռացումը։ Թեև առաջին հայացքից դա կարող է թվալ ընդհանրապես իրավատեխնիկական փոփոխություն, իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորքային է։ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը շուրջ 1 դար հանդիսանում էին այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այդ պայմանագրերը ոչ միայն սահմանում էին տարածքային պատկանելության հարցերը, այլև ստեղծում էին միջազգային իրավական այն համակարգը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես էին գալիս որպես որոշակի երաշխավորներ։